Հիմա նման մասշտաբային հետապնդում որևէ քաղաքական թիմի ես չեմ տեսել, նաև բիզնես ստրուկտուրաների մեջից ինչ կա, որ նկատելի չի հասարակությանը, դա շատ նրբանկատորեն ինստիտուցիոնալ ողնաշարը կոտրելու փորձ է։ Սա իսկապես հետևանքներ է ունենալու քաղաքական առումով էլ, տնտեսական առումով էլ, որտեղ Նիկոլին բնորոշ բան է, բան չստեղծելով քանդել արդեն կայացած ինչ-որ բանի, ինչ-որ կառույց, ինֆրաստրուկտուրա, ողնաշարը։ Մի հատ փորձենք հիմա ինչ որ անում է Նիկոլը իսկապես հասկանալի է, այլ ինքը նիկոլությամբ է զբաղված, իր այդ բանը անելու էր, դա հասկանալի է։ Հիմա քաղաքական արձագանքների մասին խոսենք։ Նախ վստահ եմ երեք տեսակ հայտարարություններ տարածեցին տարբեր ուժեր եւ այլն։ Դա ինչ որ բան տալիս է թե չի տալիս եւ նաեւ ԲՀԿ-ի քաղաքական թիմը այս պայմանությամբ ինչ ծրագրեր ունի սրան դիմակայելու, ինչ նախաձեռնություններ եւ այլն կա, գիտես տարօրինակ պատասխան ենթադրող հարց, որտեղ հարցը նա դատելով առաջի հարցին ոնց երկար մանրամասն նախին հյուրին էլ հույս ունեմ այդ հարցը տվել եք, որ ինչ եմ ասում նախորդ հյուրին կներեք, ինչ եմ ասում, որովհետեւ շատ ցավոտ տեղ եք հիմա խփե, որովհետեւ պիտի անկեղծ լինեմ, այսինքն դուք առաջարկում եք եւ սիրով ընդունում եմ ձեր առաջարկը Նիկոլի հրեշության վրա կենտրոնանալու փոխարեն խոսել անելիքների կամ մեր չարազների, այս դեպքում նաեւ դա հիմա տեսեք, իսկապես պիտի կանխատեսվեր, որ այս բաները տեղի ունենալու, մանավանդ այս անգամ եկեք կարդալ ունենք ընտրական process-ի կեսից եմ ասում, այս անգամ չէ, կեսից որտեղ շատ խոսում էր միշտ այս անգամ Նիկոլ Փաշինյանի անկեղծությունը գնահատել է պետք, մարդը շատ բացահայտ ասում էր ինչ անելու, առանց ինչ-որ ընդ որում բանի զիջումների մասին էլ թշնամուն ինչ պիտի անի, դա էլ է շատ անկեղծ ասել, այս անգամ ոչ մի քողարկումներ չի եղել։ Հիմա մեր ընդդիմադիր 3 առանցքային ուժերի մասին խոսամ, ԲՀԿ-ի վրա կենտրոնանալով։ Մենք նախընտրական պայքարի գործիքներ արդյունավետ կամ ոչ այնքան արդյունավետ ստեղծել ենք։ Այդ ինֆրաստրուկտուրան, բայց երկար քաղաքականությամբ զբաղվող մարդիկ կհաստատեն ասածս, որ նախընտրական կամպանիայի գործիքը էապես տարբերվում է միջնաժամկետ քաղաքական process սպասարկող գործիքներից, այդտեղ ընդդիմությունը թերացել է բոլորս։ Այս 3-ը հատկապես են ավելի փոքր կուսակցություններից չել կարելի մի քիչ ավելի սպասել, համեմատաբար էֆեկտիվ է եղել Հայաստան դաշինքը, որը քաղաքական համակարգին նմանվող ինչ-որ բան այնուամենայնիվ էլի կատարյալ չի, բայց ավելի նման է քաղաքական համակարգին։ Ուժեղ Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստանի մոտ ինքնակնադատապար եմ ասում, հանկարծ չդիտվի ռազմավարական պլանավորման եւ մտածողության դեֆիցիտ է եղել։ Ինչի պատճառով այդ պլան B չունենք, այդ ընտրական զարգացման գործիքակազմ չունենք, ռազմավարություն չունենք, ճանապարհային քարտեզ չունենք եւ հիմա ամեն ինչ ստիպված ենք անել սպոնտան։ Բայց այս առանցքում շատ կարեւոր բացթողում մենք ունենք։ Ինչի օրինակ հասարակության մոտ ինչ-որ թեմաներ քննարկում, որոնք այնքան էլ չպետք է քննարկվեն, որտեղ իրանք մի քիչ արհեստական թեմաներ, օրինակ մանդատ վերցնել, չվերցնելը։ Դա քաղաքական պատասխանատվության խնդիր է, ոչ թե հանրային քննարկման, որովհետև հասարակությունը մեզանից անկեղծություն է պահանջում։ Պիտի խոստովանես ինչ դες զախողի, ինչի հունիսի 7-ը չեղավ այն օրը, որ պիտի լիներ, չէ՞։ Միշտ այս առիթով Միքայել Սրբազանին եմ հիշում, էլի, որ ասում է, եթե բոլորս այդքան իդեալական ու անթերի ենք եղել, բա վանքի հավերը ով կերավ, հիմա այս պատմությունն է։ Այսինքն այստեղ ակնհայտորեն կա քաղաքական արդյունավետ համակարգերի կամ սահմանային վիճակում են իրանք, կամ էլ դերևս ձևավորված փուլում չեն։ Ինչի պատճառով հասարակության լիքը հարցերի պատասխաններ չեն կարող տանք։ Հիմա ես էլ կարամ այդ շատ գեղեցիկ քողարկումներով ես ուրիշ պատասխան տամ, բայց ինձ չի թվում, որ հատկապես այս հաղորդման
հետևորդները։ Ամեն ինչը կարելի է սիրփաթեթավորել, բայց մեկը ֆալշում իսկ Այդ զգացում բանը էլի նիկոլական մուտիտներից մենք պիտի ձերբազատված լինենք, անկեղծ ասենք, որ նպատակները ինչքան էլ մեր անկեղծ աղեք ու փոփոխության ձգտումը մեր մոտ չի եղել երկարաժամկետ պլանավորում։ Այդ լավ բան չի, որ մենք հպարտացել ենք, որ պլան B չունենք։ Դե քաղաքական ուժերը պարտավոր են պլան B ունենալ, պլան G ունենալ եւ այլն։ Հիմա ունենք այն ինչ որ ունենք եւ ցավով ասում եմ, որ շատ պլանավորումներ հիմա ենք անում։ Այդպես է եւ մեր գործընկերների մոտ եւ մեր մոտ։ Դրա համար էլ կոնսոլիդացիան էլ հետընտրական փուլում շատ դժվար է կայանում։ Ոչ թե չկամություն կա ինչ որ ուժի մոտ, այլ կա բովանդակության եւ մեթոդոլոգիայի անորոշության խնդիր, որովհետեւ հիմա ոչ չենք կարող միավորվել նոր որոշել այդ բանի գործնական ճանապարհային խոսենք, այդ քաղաքական ընդդիմադիր ուժերն էլ առանձին վերցրած իրանք իրար մեջ էլ միավորվելու կամ բան խնդիր ունեն էլի, սինխրոնիզացվելու։ Թիմերը ներսում շատ բազմաշերտ են։ Բազմաշերտ են, օրինակ իսկապես Ռուբեններ Մխիթարյան չհարցրեցինք, ասենք դու ոնց հայտնվեցիր այդ թիմում եւ այն մյուսը ոնց հայտնվեց, ինչը միացրեց էլի։ Գլոբալ հասկանում ենք ինչը միացրեց, բոլորը իսկապես անկեղծ մղումով որ պայքարենք, ազատենք Հայաստանը իշխանությունից եւ այլն բան, բայց նայում ես կարող է այդ մարդիկ միջև ընտրության մասնակցել։ Այսինքն շատ տեխնոլոգիական դաշինքներ են, իսկ տեխնոլոգիական դաշինքը հենց այդ եմ ասում։ Այս նախընտրական միավորները նման են տեխնոլոգիական դաշինքների։ Այս դեպքում մարդիկ են միավորվում կամ քաղաքական ուժերը մեկ քաղաքական ուժի մեջ այդ տեխնոլոգիական միավորումները կարողանում են կարճաժամկետ խնդիր լուծել։ Կանխատեսել էր, որ եթե հունիսի 8-ի առավոտյան մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանի ինքնահռչակման մասին, օրինակ, պլան B-ի խնդիր առաջանալու։ Տեղում։ Բայց հիմա էլի պիտի շատ անկեղծ լինենք հասարակության հետ։ Ես միշտ մանդատներ չվերցնելուն դեմ եմ եղել, չվերցնելու։ Որովհետև եթե հեղափոխական սցենար չկա, մանդատներ չվերցնելը չհաշվարկված փողոցը բերելու ավելի մեծ ռիսկերի, ասենք քաղաքական ուժերի մարգինալացմանը բերելու։ Բայց մյուս կողմից շատ ուշադիր պիտի լինեն այն կողմում կարմիր գիծ չհատեն, այսինքն եթե գնում ես խորհրդարան, օրինակ մասնակցում ես խորհրդարանական պաշտոնների բաշխմանը, այդ բոնուսների մեջ ես մտնում, այդտեղ էլ դիմազրկվելու շատ մեծ գործողումներ եւ այլն։ Այո, այդտեղ դիմազրկվելու իսկ ինչ եք կարծում եւ այլն։ Նամանավանդ որ այդ աշխատանքն էլ հետեւողական արվում է այդ վարկաբեկելու կանեն ուղերձները այդ ձև են կառուցվում, իրանց սաղ քարոշչա մեքենան աշխատում է։ Կային փորձառու գործընկերներ այստեղ հենց այս նույն տաղավարում շատ երկար Քարոզ Արշավի մեկնարկից մի քանի օր առաջ տարածիորեն ես ու Արմեն Աշոտյանն ենք, երկար զրուցում ենք եւ Արմեն Աշոտյանը օրինակ այդ օրը իմ 30 տարվա ընկերը շատ ճիշտ բանաձև էր տալիս ընտրություն գումարած փողոց, այսինքն ընտրության եւ փողոցի միքսը պիտի բերեր իշխանափոխություն հակառակ պարագայում։ Ու հանրային պահանջներ կար է։ Հիմա էլի այդ հարցերը գրում էին, քիչ առաջ կարդում էի, որ ասում են այդ քվեները հաշվելուն պետք է փողոցում հետևեինք կամ գիշերը այդ երբ որ ինքնահռչակվեց Նիկոլը ինչ որ ռեակցիա։ Հիմա թերևս ճիշտ կա հասկացվեմ, որ մի բան ասեմ։ Օրինակ եթե կոնկրետ անձերի նկատի չունեմ, քաղաքական տիպի գործի տեսակն եմ ասում։ Եթե օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Վազգեն Մանուկյանի պես մեկը լիներ հավաքական ընդդիմության առաջնորդի կարգավիճակում, այսինքն մաքուր քաղաքական մտածողություն ունեցող մարդու տիպ եմ ասում, էլի։ Շատ հնարավոր է, որ 220 ժողովրդին կոչաներ փողոց դուրս գալ կամ նսկտրուկ գնահատական տար Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որտեղ բայց եկեք մի բաներ շատ օբյեկտիվ ու շատ անկեղծ խոստովանենք։ Ովքեր էին ընդդիմության 3 ուժերի առաջնորդությունը, դրական իմաստով են բնութագրում։ Իրանք պահպանողական հետագիծ ունեցող մարդիկ են, որտեղ խոշոր կապիտալի ներկայացուցիչները եւ նախկին նախագահ, որը ընդդիմադիր
կյանքից չի գնացել դարձել նախագահ, սենց ասենք, հա։ Ու չի դառնում ընդդիմադիր գործիք, միշտ նախագահական ինչով բանի մեջ։ Իրանք սովորաբար իրենց շուրջ ստեղծում են էլի դրական իմաստով եմ ասում, բյուրոկրատական մեքենաներ, որոնք դանդաղաշարժ են լինում, այսինքն այսպես կոչված հեղափոխական ընդդիմության մոդել չի լինում։ Եվ այսինքն մենք քաղաքական միավորներից շատ անկեղծ մղումներով քաղաքական միավորներից Նիկոլը շարունակում է հեղափոխական։ Հենց այդ է ասում, այն էլ որ դեմը սոցիալ պոպուլիստ է, քաղաքական կենթանի բոլոր առումներով։ Այս օրինակ ես տեսեք, եղել եմ մի քանի շտաբներում իմ կենսագրության մեջ։ Օրինակ Ստեփան Դեմիրճյանը որոշումներ կայացնելու հարցում էր դժվարանում։ Բայց այդ թեմայի վրա շատ չծանրանանք, քաղաքական փորձի պակաս եւ այլն եւ այլն։ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը իմ տեսած լավագույն շտաբն ա եղել, որովհետեւ բոլոր հարցերը շատ օպերատիվ քննարկում էին, արագ որոշումներ, բանը այդ ցանց էին ստեղծել պայքարի, հիշում եք տարբեր թիրախներով։ Դիսկեր բաժանել։ Այս շտաբը այս շտաբները այս ընտրության իմ համար մի քիչ սպეციფიկ էին, որովհետև այստեղ քաղաքականությունը միախառնված էր այդ կոնսերվատիզմի, այդ բյուրոկրատիզմի։ Բայց նաև մի քիչ էլ անտագոնիզմ կար, էլի վերջը այդ նույն 3 անձինք իրար չհանդիպեցին նախընտրական փուլում, հետընտրական փուլում։ Դա թիմերը չգիտեմ որ մակարդակում հետընտրական փուլում մի հանդիպում եղել է, որից ես տեղյակ եմ, գուցե չի հրապարակել։ 3-ը միասին։ Նո առնվազն 2-ը միասին մի հանդիպում եղել է, որը երևի չի լուսաբանվել, որովհետև ինչքան հասկացա, բան չկար այդ մասի ոնց էր մամուլում, բայց այդ մեկ հանդիպումն ա եղել իմ իմացած